խոսքին, կամ թե ոչի ցեղերի կամ այլ մեուտներասերիներ զորքին աստծո եւ կամ սուրբոքին, եւ թե փոքոքելիք են կամ այլայլերիկ, զայպիսի սրտզով է կաթողիկ եւ արաքելական սուրբ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ հետևորդներ, այո, մասնակցում ենք պատարակներին, մինչ այս նույնպես մասնակցել ենք պատարակներին, տարբեր, բայց մեր իշխանության եւ վարչապետի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը պատարակին ես շատ եմ կարեւորում եւ նաեւ մեր ժողովուրդը պետք է միահամուռ լինի նաեւ հավատքի առումով Եվ մենք եկեղեցու այդ խնդիրը, եւ ոչ թե եկեղեցու, այլ եկեղեցուին մաքրելու եւ եկեղեցին իր կանոնադրության համապատասխան կանոնադրություն պահանջները պաշտպանելու խնդիր ունենք եւ նաեւ խորհուրդը նաեւ այս է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ինչպիսին եք տեսնում, պարոն Բաքոյան, հաշվի առնելով արդեն տևական ժամանակ գերլարված հարաբերությունները, որ արտիրում է ինչ պետք է լինի սրա արդյունքում։ Վստահաբար պետք է ասել առողջացման process պետք է լինի նաեւ հոգեվորականների շրջանում, ովքեր ծառայում են Աստծո տանը, եւ այս առումով ես կարծում եմ, որ դեռ տարիներ առաջ, տասնամյակներ առաջ որոշակի այլ տեղերից ուղղորդվող երևույթներ, process-ներ են ներդրվել, որոնք նաև եկեղեցականների շրջանում են, եւ սա ցավալի փաստ է, որ արձանագրվում է, եւ ես կարծում եմ, որ այս ցավալի փաստերը, որ արձանագրվում են, դրանց պետք է տրվի սպառիչ պատասխան, այն է, արդյոք կան մարդիկ, ովքեր եկեղեցականներ են համարվում եւ օրինակ կագեպեշնիկներ են, արդյոք կան մարդիկ, ովքեր հոգեվոր ծառայություն իրականացնելու անվան տակ որևէ այլ երկրի գաղտնի ծառայություններ են մատուցում։ Սրա մասին է խոսքը։ Միանշանակ են կարծիքին եմ, որ եկեղեցին պիտի քաղաքականությամբ չզբաղվի եւ այն եկեղեցականները, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում, պիտի հանեն իրենց վրայից եկեղեցական փիլոնը, խաչը, որի նկատմամբ խորին հարգանք ունի ցանկացած հավատացյալ է թվում նաեւ ես, եւ մտնեն քաղաքականության մեջ, այնպես ինչպես մենք ենք մտել։ Այլ տարբերակ ես կարծում եմ գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, լուծումներին, ես ասել եմ, որ վեհապարը սպասելու է մինչև 2026 թվի ընտրությունները, որից հետո որոշում կայացնի, մինչև այդ անընդհատ դիմակայելու է, բայց այդ ամեն ինչը կախված է նրանից, թե բարձրագույն եկեղեցական խորհուրդը ինչ որոշումներ կընդունի, իրենց ինչպես կպահի։ Նորից եմ ասում, դա սահմանադրությամբ տարանջատված է եւ որոշողը իրենք են, բարձրագույն եկեղեցական խորհուրդը։